ուրեմն այնտեղ որտեղ եղել է իրականում արևմտյան հեղափոխություն, դրա լիդերները դաժանաբար պատժվել են։ Դաժանաբար պատժվել է Զելենսկին, որտեղ ինքը քանի սա ահավոր վիճակ է, իր կեցույթը ապրելու վիճակ չի։ Մի հատ նայեք Միշայի Սաակաշվիլի բաները, ինտերվյուները եւ ընդհանրապես իր վիճակը բանտում, նա հիմա բանտարկված է։ Բանտից խորհուրդ է տալիս Դա հիմա խորներ կտա, թե չի տա, իր կապ չունի։ Դուք նայեք մեր ծաղկուն, երջանիկ, Մոսկվա հանգիստ անարգել գնացող եկող, իբր թե հակառուսական պայքար տանող, բայց միևնույն ժամանակ բոլոր առումներով ոչ մի խնդիր չունեցող մեկին, ու դրա համար ես չեմ համոզում, ես ուղղակի փաստերն եմ քննարկում։ Երբ որ մենք խոսում ենք գունավոր հեղափոխության լիդերների մասին, որոնց նախնական խնդիրը եւ նախնական նպատակը եվրոպական ինտեգրացիան էր, որ իրենք հայտարարում էին, Սաակաշվիլին, որ մտավ, առաջի բառը, որ ինքը ասել է եվրոպական ինտեգրացիա։ Առաջի բառը, որ ասել է Զելենսկին եւ դրանից առաջվա շարժումներ, միայն ինքը չի, էլի, բանը, Յուշչենկոին թունավորեցին դրա համար։ Հա, այդ բոլորը ասել է Յուշչենկոին թունավորեցին եվրոպական ինտեգրացիայի համար։ Ասածս ինչ խոստանա, Ռուսաստանի թույները պրծել են, որ չէ, ես չեմ ասում ինչի չես զոհվել կամ ինչի չես թունավորվել, քավլիցի, բայց թույները պրծան, այդտենց նավիճոկները վերջացան, եթե հանկարծ ինքը դեմ է արևմտյան հեղափոխությանը։ Բայց ես ուզում եմ մեկը իմ աչքը մտցնի, աչքը։ ՔՊ-ի 18 թվին եկել է իշխանության։ Մի հատ արևմտամետ լոզունգ։ Մի հատ եթե գտնես, աչքս մտցնես։ Չէ, ես հիշում եմ Սիրիա զորախումբ ուղարկեց, ասես նենց աննախադեպ նվեր են կանելու Ռուսաստանին։ Ես չէ, ես կիսում եմ այդ ամեն ինչը, կամ տնտեսությունը, որ այսօր ավելի կախվածության մեջ է գցել Ռուսաստանից։ Սա արևմտյան հեղափոխություն չէր կարող լինել, որտեղ դա անտերը սկզբում հայտարարվում է, որ մենք գնում ենք Եվրոպա։ Դա արևմտյան գունավոր հեղափոխություն էր, որը Ռուսաստանն էլ մտավ ու ասեց, որ ես էլ չկորցնեմ։ Ես հիշում եմ առաջինը ովքեր դուրս եկան, որ հաստատությունները որ բուհերը։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ոնց էին առաջինը ով էր ապահովում մասսայականություն։ Չասեք Հայրուս Գազարտը, որտեղ առաջինը սինոպսիսն է դուրս եկել։ Սինոպսիսը դուրս է եկել, բայց չէ որ եթե Հայրուս Գազարտը ընդեղ շատ էին, չէ։ Իհարկե։ Տաշիրը, չէ։ Ռոբերտ Քոչարյանի թիմը, որին ես առաջի օրից տեսնում էի դաշտում։ Բա գիտեմ, բոլորը Սերժ էին մերժում, իրենց թվեց հանրապետականը ասում էր, դա ինձ չեք է մերժում, դա Արցախն է քանզում։ Չէին հասկանում։ Չէին հասկանում։ Բայց խնդիրն է նա, որ եթե իրենք չունենային, դուք գիտեք, հասկանում ենք, չէ՞, որ բոլոր մարդիկ, եթե ռուսական դաբրոն չունենային, ուղղակի դուրս չեն գա։